Եվ այսպես Նիկոլ Փաշինյանը կառաջարկի լուծարել Իրանի Իսլամական Հանրապետությունը։ Հարգելի հեռուստադիտողներ, գոյություն ունի փաստացի երկու իրականություն։ Մեկը քարոզչական իրականությունն է, որտեղ իշխանությունները փորձում են համոզել, որ մենք կառուցում ենք խաղաղության խաչմերուկ, որ գալիս է խաղաղության դարաշրջան, եւ կա իրականությունը, այսպես եթե կարելի է ասել, որի շրջանակներում մենք տեսնում ենք, որ տարածաշրջանում մի շարք ենթակառուցվածքային նախագծեր են իրականացվում, որոնց Հայաստանի Հանրապետությունը մաս չի կազմում։ Նախորդին եկավ մի այսպիսի տեղեկատվություն, որ Արազի միջանցքի շրջանակներում Իրանի Իսլամական Հանրապետությունը եւ Ադրբեջանը հասել են նրան, որ կամուրջների մեկի շինարարական աշխատանքները ավարտվել են։ Այս ամենի վերաբերյալ, այսինքն այս կամուրջի, այս ենթակառուցվածքի աշխատանքի վերաբերյալ քանիցս բանակցություններ են եղել Իրանի ղեկավարության, Ադրբեջանի ղեկավարության միջև, եւ մենք տեսնում ենք հետեւյալը, որ եթե Արազի միջանցքը, Արազի այդ միջանցքի ենթակառուցվածքները արագ իրականացվեն, շինարարությունը արագ ավարտվի, ապա Ադրբեջանը ստանալու է հնարավորություն եւս մեկ ենթակառուցված օգտագործել Իրանի տարածքով Նախիջևանի հետ կապը ապահովելու համար, ինչը նշանակում է հետևյալը, որ Հայաստանի Հանրապետության տարածքով ցանկացած միջանցք տրանսպորտային ենթակառուցված այդքան էլ կարևոր չի լինելու Ադրբեջանի համար զուտ ֆիզիկական կապը ապահովելու համար Նախիջևանի հետ, այլ իրենք լուծելու են լրիվ այլ խնդիր Հայաստանի տարածքում ենթակառուցվածքի շնորհիվ, ինչի մասին մենք մի փոքր ավելի ուշ կխոսենք։ Տեսեք, այսինքն մենք արձանագրում ենք, որ Թեհրանը եւ Բաքուն ունեն ոչ թե պարզապես լոկալ հաջողություն Արազի միջանցքի շրջանակներում ինչ որ մի ենթակառուցվածքի շինարարությունը ավարտին հասցնելու համար, այլ մենք տեսնում ենք, որ սա կարող է հիմնաքարերից մեկը լինել նրա, որ Հայաստանը շարունակի մնալ իշխանությունների ձևակերպմամբ շրջափակման մեջ։ Երկրորդ իրողությունը, որը խոսում է այն մասին, որ մենք կարող ենք գալ այս հանգրվանի, հետևյալն է. Թուրքիան եւ Ադրբեջանը բավականին ակտիվ իրականացնում են Կարս Դիլիջու երկաթգծի շինարարական աշխատանքները 224 կիլոմետրանոց երկաթգիծ է, Ադրբեջանը, Թուրքիան ոչ միայն միլիարդավոր դոլարներ են այս ամեն ինչի մեջ ներդրում, այլ նաեւ զուտ քարոզչական տեսանկյունից իրենք փորձում են ներկայացնել, որ սա միջանցքի կարևորագույն կետերից մեկն է, որ սա անհրաժեշտություն է առաջին հերթին նաև նրա համար, որպեսզի իրենք կարողանան ապահովեն թուրքական աշխարհի, թուրքական երկրների միջև կապը, այսինքն մենք գալիս ենք հետևյալ հանգրվանի, գալիս ենք հետևյալ կետի։ Մի կողմից Իրանի տարածքով է անցնելու ենթակառուցվածք եւ Ադրբեջանը կապվելու է Նախիջևանի հետ, մյուս կողմից մենք տեսնում ենք, որ Կարս Դիլիջու երկաթգիծն է կառուցվում եւ այստեղ տրամաբանական հարց առաջանում, լավ, իսկ այս պարագայում նույն Զանգեզուրի միջանցքը, որը Զանգեզուրի միջանցք են անվանում ադրբեջանցիները այսպես կոչված սթրիպը, իրենց ինչի համար է անհրաժեշտ, իսկ իրենց Զանգեզուրի միջանցքը անհրաժեշտ է որպես աշխարհաքաղաքական կարևորագույն գործոն, ճնշման գործոն, ճնշում թե Հայաստանի Հանրապետության նկատմամբ եւ չզարմանաք նաեւ Իրանի Իսլամական Հանրապետության նկատմամբ, եթե Հայաստանի Հանրապետությունների իշխանությունները տրամադրում են այդ տարածքը Ադրբեջանին, Թուրքիան, Ամերիկայի Միացյալ Նահանգներին, ադրբեջանցիները թեպետ եւ իրականացնում են ենթակառուցվածքային նախագծեր Ադրբեջանի, Իրանի Իսլամական Հանրապետության հետ, բայց Հայաստանի շնորհիվ բանակցություններում պաշտոնական Թեհրանի հետ ամրապնդելու են իրենց դիրքերը։ Ու հիմա մենք գալիս ենք չափազանց կարևոր մի կետի, որն էլ իրականում մեր այսօրվա վերնագրի հիմքն է դառել։ Հարգելի հեռուստադիտողներ, վերջերս Նիկոլ Փաշինյանը ելույթ ունենալով քաղաքացիական պայմանագիր կուսակցության գրասենյակում լրագրողների հետ շփման ժամանակ ինչ ասաց, ասաց, որ այն հանգամանքը, որ հարավ-կովկասյան երկաթուղիները տնօրինում են Հայաստանի Հանրապետության երկաթուղային ցանցը, հանգեցնում է նրան, որ Հայաստանը մրցակցային առավելությունները կորցնում է եւ օրինակ այդ Կարս Դիլիջու նախագծի շրջանակներում ենթակառուցվածքները շրջանցում են Հայաստանի Հանրապետությունը, ոչ մեկ չի ուզում ներդրում կատարել Հայաստանի ենթակառուցվածքային ծրագրերի մեջ, ուստի անհրաժեշտ է անել հետեւյալը, հարավ-կովկասյան երկաթուղիներ ընկերությունը լավ կլինի, որ իր կոնցեսիոն կառավարումը վաճառի որևէ մի երրորդ երկրի եւ որպեսզի դա լինի բարեկամական լուծում խնդրի, նա նշում է հետեւյալը, որ անհրաժեշտ է, որ հարավ-կովկասյան երկաթուղիները վաճառեն կոնցեսիոն պայմանագրով իրենց կողմից ստանձնած պարտավորությունները տնօրինել Հայաստանի ենթակառուցվածքային համակարգի կարևորագույն բաղադրիչը, երկաթգիծը վաճառեն որևիցե մի բարեկամ պետությանը։ Նիկոլ Փաշինյանը այստեղ է տեսնում հարցի լուծումը։ Կրկին ասենք, նա ասում է հետևյալը. քանի որ ռուսական կողմն է տնօրինում երկաթգիծը, դա զրկում է Հայաստանի մրցակցային առավելություններից, ուստի ռուսական կողմը պետք է վաճառի
կոնցեսիոն պայմանագրով ստանձնած իր պարտավորությունը, որպեսզի Հայաստանը ենթակառուցվածքային առումով կարողանա զարգանալ։ Դե հիմա տրամաբանական հարց է առաջանում, բայց պարագայում Իրանի Իսլամական Հանրապետությունը եւ Ադրբեջանը իրենք եւս իրականացնում են ենթակառուցվածքային նախագիծ։ Ինչ է ասելու այստեղ Նիկոլ Փաշինյանը, առաջարկելու է լուծարել Իրանի Իսլամական Հանրապետությունը միայն հանուն նրա, որ Հայաստանի Հանրապետությունը չզրկվի մրցակցային առավելությունից եւ Ադրբեջանը եւ Թուրքիան հնարավորություն չունենան այլ միջանցք օգտագործեն, այլ ենթակառուցված օգտագործեն, քան Հայաստանի Հանրապետության տարածքով անցնող ենթակառուցվածքը։ Կրկին ասենք, նույն Զանգեզուրի միջանցքը Ադրբեջանի կամ Թուրքիայի համար սա լոկ հնարավորություն չէ բեռների փոխադրում իրականացնել Հայաստանի Հանրապետության տարածքով։ Սա աշխարհաքաղաքական գործոն է եւ Ադրբեջանը ու Թուրքիան փորձելու են այդ աշխարհաքաղաքական գործոնից ստանալ մաքսիմալը։ Հայաստանի Հանրապետության իշխանություններն էլ ակնհայտ է, որ այս գործընթացի շրջանակներում չեն խանգարելու մեղմ ասած ոչ Ադրբեջանին, ոչ Թուրքիային։ Ինչև է գալով նաեւ մեր այսօրվա զրույցի ավարտին պետք է նշենք հետեւյալը. Հայաստանի Հանրապետությանը անհրաժեշտ է ենթակառուցվածքների ապաշրջափակում։ Իհարկե անհրաժեշտ է։ Մենք կարող ենք այս ամեն ինչին հասնել։ Իհարկե կարող ենք հասնել առանց այս տեսակ կորուստների։ Նույն նոյեմբերի 9-ի պայմանագիրը եթե կյանքի կոչվեր, համաձայնագիրը կյանքի կոչվեր, մենք եւ Արցախ կունենայինք հայերով բնակեցված հայկական Արցախ կունենայինք եւ ենթակառուցվածքների ապաշրջափակում կունենայինք, բայց իշխանությունները որոշեցին գնալ այլ ճանապարհով, անել ամեն ինչ, որպեսզի ռուսական գործոնը տարածաշրջանում զրոյացվի, թեկուզ ի հաշիվ Արցախի Հանրապետության, թեկուզ ի հաշիվ Հայաստանի Հանրապետության տարածքային ամբողջականության, այդ իսկ պատճառով մենք կանգնել ենք մի իրավիճակի առաջ, երբ որ ադրբեջանցիները մի կողմից Իրանի տարածքով, մյուս կողմից Կարս Դիլիջու երկաթգիծն են իրականացում եւ Հայաստանը դուրս են թողնում ենթակառուցվածքային նախագծերից։ Բայց այստեղ տրամաբանական հարց է առաջանում։ Լավ, այսքան որ քննադատում ենք, այսպես ասած, իսկ ինչ ենք առաջարկում։ Առաջարկներից մեկը ինքը շատ պարզ է, ակնհայտ եւ առաջարկ այս գոյություն ուներ նույնիսկ մինչեւ 2018 թվականը Հյուսիս-Հարավ նախագիծը։ Բայց նշենք հետեւյալը, թե նախկին իշխանությունները ամեն ինչ արեցին, որպեսզի սաբոտաժի ենթարկեն այդ նախագիծը, եւ թե ներկայիս իշխանությունները ամեն ինչ արեցին, որ սաբոտաժի ենթարկեն այդ նախագիծը, իսկ միգուցե տարածաշրջանում ենթակառուցվածքների ապաշրջափակման եւ թրիպի կոնֆիգուրացիայի փոփոխության գաղտնիքներից մեկը կայանում է նաեւ նրանում, որ Հյուսիս-Հարավ նախագիծը կյանքի կոչվի։ Մտածեք այդ մասին։